Այսօր է տոնը, այսօր ձեզ համար երրատոն է։ Դե մի րոպե։ Մի րոպե շուտ Շուշի ազատագրման օրը ձեր սրտում կա այսօր։ Նշում եք այն։ Ինչ ենք անելու, որ նորից երրատոն լինի մեզ համար այսօրը։ Որ բան անելու է իշխանությունը։ Ձեր խոսքը ասեք այսօր այդ կապած։ Ինչ խոսեմ, մի րոպե ժողովուրդ հանգիստ։ Ճանապարհ կտակ։ Օրվա հետ կապված։ Հա՞։ Երեք եմ խոսել։ Ձեզ համար այսօր երրատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Ինչու՞։ Պարոն Գրիգորյան, Մի րոպե։ Սահմանի իրավիճակի հետ կապված մի երկու հարց էս եթե կարելի է։ Երեք մամուլում տեղեկություն եղավ, որ Երևան ու Բաքուն այդ հրադադարի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Հրադադար ռեժիմի խախտման հետ կապված իսկ խնդրեի մանրամասնեք ինչ տեղեկությունների մասին է խոսքը Բաքուն ընդունում է, որ հայկական կողմը իսկապես չի խախտում հրադադար, այսինքն համոզիչ փաստեր ներկայացվել են, ինչ քննարկումներ են հսա առումով Բաքվի հետ։ Բաքվի կողմից փոխանցված ավելի շուտ այսպես էր Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Իսկ երբ որ Ադրբեջանն է հայտարարում դրա մասին եւ կներեք Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն է խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը մեզ ինչ տվյալներ է փոխանցել, ասցիք պարոն Գրիգորյան, փոխանցել է ես։ Իրենց կողմից ըստ իրենց խախտումների վերաբերյալ եւ մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին։ Եվ պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել։ Պարոն Գրիգորյան, ո՞րն է այսօրվա ձեր ուղերձը տոնի հետ կապված։ Ինչ առումով։ Մայիսյան ձեր ասած միատոնի, արդեն երրատոն չի ձեզ համար։ Ո՞րն է ձեր ուղերձը այս միատոնի։ Միատոնի ինչ առումով։ Դե ձեզ համար այսօր ինչ տոն է, դուք եկել եք այստեղ որ Շուշի ազատագրման Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու համար։ Նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ Շուշին ազատագրածների համար։ Հիմա էլ չէ։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Բա ինչու չեք հայտարարում այդ մասին, ինչ որ կաշկանդում, որ հիշեք։ Չէ, կաշկանդում չկա, դուք ասում եք տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Չէ, դուք ասում եք երրատոն է, երրատոնի մասով եք ասում, երրատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են։ Շուշի ազատագրումը տոն չէ կներես Շուշի։ Ռուսաստանում է երկկողմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված է թե ոչ եւ այս օրերին շատ խոսում է Հայաստանում ինչ որ հիբրիդային պատերազմների մասին, ակնարկվում է նաեւ որ դրանք հեղինակվում են ռուսական կողմից, որքանով են լուրջ այդ գործողությունները եւ արդյոք Փաշինյանը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում։ Հիբրիդային պատերազմը չեմ կարծում, որ հիբրիդային պատերազմի մասին խոսում է միայն վերջին շրջանում։ Դրա մասին եւի խոսում է 2018 թվականից։ Երկկողմ հանդիպման մասին եկեք սպասենք, կարծում եմ մամուլի ծառայությունը եւ վարչապետը եւ Կրեմլի դրա մասին կխոսեն։ Եկեք ես դրա մասին չխոսեմ։ Օրակարգային բոլոր հարցերը կքննարկեն եւ ինչ նպատակահարմար կգտնեն, հրապարակային կներկայացնեն։ Պարոն Գրիգորյան, զուտ օրվա հետ կապված 80 տարի առաջվա տեղի ունեցած իրադարձությունները ձեր կարծիքով այսօր ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Կդժվարանամ ասել ինչպես են ընկալում Հայաստանի հասարակության մեջ։ Ինչ առումով ինչպես են ընկալում։ 45 թվականի հաղթանակը, չգիտեմ, այդ բանը հիշողությունը ինչպիսին է այսօր, ինչ ընկալում ունի։ Դժվարանում եմ հասկանալ հարցը, եթե ավելի կոնկրետացնեք, ինչ տեսակի հիշողություն։ Որովհետև հայերը տեսեք, երբ
խոսքը գնում նրա մասին, որ ինչու է օրինակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը մասնակցում այսօր Մոսկվայում տեղի ունեցող իրադարձություններին, ասում է, որ 300,000 զոհ ենք տվել Հայաստանը, հայությունը եւ դրա համար այս ուրեմն հաղթանակը այս տոնը շատ կարեւոր է նաեւ մեզ համար։ Այդ կոնտեքստում եմ ուզում ասել ձեր կարծիքը։ Բնականաբար հայ ժողովուրդը, որ մեծ ներդրում է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարում, բնականաբար մեծ կարևորություն ունի եւ համոզված եմ եւ հանրության համար եւ մեզ համար եւ բոլորիս համար։ Եվ եկեք ավարտել եմ խնդրեմ։ Պարոն Գրիգորյան, Ռուսաստանից անընդհատ առաջարկ է հնչում, որ խաղաղության համաձայնագիրը, քանի որ չի հաջողվում կնքվել, իրենք կարող են միջնորդի դեր ստանձնել։ Հնարավոր է առաջարկ ընդունել։ Իրենք միջնորդի դեր բայց ունեցել են, չեն ունեցել ռուսները Ռուսաստանի Դաշնություն միջնորդի դեր ունեցել են, երկար ժամանակ ունեցել են միջնորդի դեր։ Իրենց հայկական կողմը չի դիտարկի։ Չէ, այս պահին պարզապես բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, դրա մասին եւ Երևանն է խոսել եւ Բաքուն։ Եվ դուք որ արդյունավետ չէ, հնարավոր է առաջարկ ընդունել։ Ինչի նկատի ունեք արդյունավետ։ Որովհետեւ եթե համաձայնագիրը չի կնքվում, արդյունք չկա։ Համաձայնագրի տեքստը ամբողջովին համաձայնեցված է, եկեք արձանագրենք, որ համաձայնագրի տեքստի վերջնական փուլում առնվազն վերջնական ինտենսիվ փուլում, երբ որ տեքստներ համաձայնեցվում, երկկողմեր բանակցությունները ընթանում։ Եվ վերջին հարցը կաշկանդվածություն ունենք, պարոն Գրիգորյան, որ չենք ցանկանում առաջարկը ընդունել։ Ինչ կաշկանդվածություն ունենք։ Այդ որ իրենք միջնորդ լինեն։ Միգուցե այդ դեպքում համաձայնագիրը կնքվի։ Նախ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում։ Ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջև, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետքա տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Թուրքիան նրանց հետ է եւ երկկողմ չէ, Թուրքիան ուղիղ ներգրավվածություն ունի։ Եկեք մի հատ նորից ասեք։ Թուրքիան ներգրավվածություն ունի այս բանակցություններում եւ միայնակ չի։ Դե մենք տեսնում ենք հայտարարությունների տեսքով, որ նույնիսկ պահանջներ է ներկայացնում։ Կողմից է։ Իսկ Ռուսաստանը ում կողմից է լինելու։ Այդ հարցի պատասխանը երբ որ ունենաք, այդ հարցը կքննարկենք վերջին հարցը։ Լավ, ապա շրջափակման մասով Երևանի առաջարկներին արձագանք կա, պարոն Գրիգորյան, գրավոր առաջարկներին։ Դեռևս հստակ արձագանք չկա։ Եվ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ինչի շուրջ են այս պահին Բաքվի հետ։ Բանակցությունները ստորագրման շուրջ են, քանի որ տեքստը այլևս վերջնականացված է եւ մենք պետք է բանակցենք ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ հիմնական բանակցությունները սրա մասին են։ Շնորհակալություն։ Համանազատման հանձնաժողովները շարունակելու են աշխատանքները։